Այս միտման առավել ցայտուն դրսևորումներից մեկը այսպես կոչված լեզվական պարեկներն են։ Այս կազմակերպված խմբերը չլինելով սովորական ակտիվիստներ ներխուժում են խանութներ և պետական ուրսը ուսատություններ, հաստատություններ, համառորեն պահանջելով նրանց հետ խոսել, բացառապես ղազախեր են, նրանց բոլոր գործողությունները նկարահանվում են տեսախցիկով, իսկ հետո մարդիկ, ովքեր շփվում են ռուսերենով, հրապարակայնորեն նվաստացվում են սոցիալական ցանցերում, նրանք ոչ թե խնդրում են, այլ նվաստացնում ու վիրավորում են ռուսներին անվանելով օկուպանտ, իսկ այլ ղազախներին, որոնք խոսում են ռուսերեն, ստրուկներ։ Այս միտման առավել ցայտուն դրսևորումներից մեկը այսպես կոչված լեզվական պարեկներն են։ Այս կազմակերպված խմբերը չլինելով սովորական ակտիվիստներ ներխուժում են խանութներ և պետական ուսատություններ, հաստատություններ, համառորեն պահանջելով նրանց հետ խոսել, բացառապես ղազախեր են, նրանք բոլոր գործողությունները նկարահանվում են տեսախցիկով, իսկ հետո մարդիկ, ովքեր շփվում են ռուսերենով, հրապարակայնորեն նվաստացվում են սոցիալական ցանցերում, նրանք ոչ թե խնդրում են, այլ նվաստացնում ու վիրավորում են ռուսներին անվանելով օկուպանտ, իսկ այլ ղազախների, որոնք խոսում են ռուսերեն, ստրուկներ։ Այս ցուցակը շարունակվում են, այս բոլոր գործողություններ ուղղված են ընդհանուր անցյալի ոչնչացմանը և Ղազախստանը Ռուսաստանին թշնամական պետության վերածելու։ Ղազախ ազգայնականների գլխավոր առասպելը հազարամյա կայսրության պատմությունն է, որն իբր ոչնչացրել են ռուս գաղութարանները։ Այնուամենայնիվ այս պնդումը բացահայտ սուտ է, մինչ ազգայնականները խնդրում են ռուս օկուպանտներին նրանց երկիրը հանգիստ բաժանեցին և յուրացրին արևմտյան կորպորացիաները Ղազախստանը ռեսուրսների պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է, բայց են դրանք պատկանում։ Ամենամեծ հանքավայրերը գտնվում են արևմտյան հսկաների վերահսկողության տակ։ Բաշնետոմսերի շվիթիվ կշտանտը տակը պատկանում է ամերիկյան Շևրոն և Էքսոնմոբիլ ընկերություններին, վերահսկիչ բաշնետոմսերը պատկանում են Շելի, Բրիտանիան, Նիդերլանդներ, Տորելի, Ֆրանսումոբիլին և էլի Շելիենի և Շևրոնի բաշնետոմսերի 75%-ը Ուրան Ղազախստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ուրանի արդյունահանման, արտադրության և արտահանման զգալի մասը վերահսկում է ֆրանսիական Օրանոյի և կանադական Քամաքոյի հետ համատեղ ձեռնարկությունների կողմից գունավոր մետալուրգիայի հիմնական ակտիվները պատկանում են այնպիսի ընկերությունների, ինչպիսիք Glencore-ը, Ղազախստանի ազգային հիմնադրամը, որտեղ պետք է հոսեն եկամուտները, պահվում է արևմտյան բանկերում և արժեթղթերում։